Պատերազմի բովի մեջ Իրանում չեն մոռացել Սյունիքի ամերիկյան ճանապարհը, որ մեր երկրի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապը պետք է ապահովի։ Վաղ առավոտից իրանական լրատվամիջոցները տարածում են այս թեմայով Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական, երկրի նախկին արտգործնախարար Վելայաթիի հայտարարությունը։ Մասնագետներն են ֆիքսում առաջինը 40-օրյա պատերազմի ընթացքում Իրանի իշխանական վերնախավում տեղի ունեցած նշանակալի փոփոխություններից հետո։ Կովկասում հաշվարկների փոփոխությունը եւ Թրամփի Զանգեզուրի Միջանցք պարտադրված բառակապակցության խամրումը ցույց տվեցին, որ այժմ տարածաշրջանային միջանցքների քարտեզը գծում են ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքներով, այլ Թեհրանի ձևավորած դաշտային իրողություններով։ Փաստորեն Իրանում նույնիսկ կարծում են, որ Թրամփի երթուղու հարցը խամրել է տարածաշրջանում, այսինքն ըստ մասնագետների այս ճանապարհը չի ձևելու Հարավային Կովկասը կամ էլ թելադրելու նոր զարգացումները։ Պարզապես մի անգամ եւս Իրանը շեշտում է, որ ինքը դեմ է Զանգեզուրի միջանցքը։ Դուք լսել եք երբևէ Թուրքիան, Ադրբեջանը ասեն Թրամփի հազվադեպ, նրանք էլ են Զանգեզուր ասում, նրանք դա անցալում են որպես Զանգեզուրի միջանցք, որովհետև այդ բոլոր ինչ որ իրանք պահանջում էին հենց այդպեսին է։ Ամիսներ առաջ, սակայն, նախքան Ամերիկան ու Իսրայելը կհարվածեին Իրանին, Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ եթե Սյունիքի ճանապարհի նպատակը պարզապես հնարավորությունների ընդլայնումն է եւ այն աջակցելու է հայ-ադրբեջանական խաղաղությանը, ապա Թեհրանը սրան դեմ չէ։ Ընդ որում իրանցի դիվանագետը նույն օրը նաեւ շեշտել էր, որ մեջբերում թրիփը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Չեմ կարող բացատրեմ, գուցե տվյալ պահին նպատակահարմար է եղել, այդպես ասել։ Հիմա դարձյալ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնելիք ճանապարհը միջանցք են կոչում Իրանի հոգևոր բարձր իշխանությունում, թե ինչու են Թեհրանի տեսակետները փոխվում, իրանագետն առայժմ սրա բացատրության տարբերակը չունի, փոխարենը վստահ է, Վելայաթիի ակնարկը Երևանին ուղղված չէ։ Ներկա դրությամբ այդ լոկ հիշեցում է իմ կարծիքով նաև ԱՄՆ-ին, որ դուք այստեղ էլ մեծ այդ խնդիր ունեք, այսինքն Հայաստանին այդքան չի վերաբերում, ինչքան ԱՄՆ-ին։ Թրամփի երթուղու հետ կապված ի դեպ Երևանում էական նորություններ չկան։ Բաքուն իր վերահսկողության տարածքում ինչ-որ շինարարությունների ավարտից է խոսում, մեզ մոտ պատասխանատու պաշտոնյաները ձևակերպում են ճանապարհի հետ կապված խորը դետալիզացված քննարկումներ են ընթանում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։